երկինք խաղաղ երկիր հաղթական Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից մեծամասնական դրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Դավիթ Քոչարյանի հերթական հանդիպումը այս անգամ միկրոշրջան թաղամասի թիվ 24 և 25 ընտրատեղամասի ընտրողների հետ էր։ Բնակիչներն ավելի քան ոգևորված էին ապագայի նկատմամբ լի սպասումներով։ Աղնուհատն անպակաս էր, սակայն այս անգամ այլ անմասն չմնացին նաև պարային կատարումները։ Ապրում են դժվար ժամանակներ, ունենք հոգսեր, ունենք խնդիրներ։ Ես վստահ եմ, որ մենք բոլոր մեր խնդիրները, մեր խնդիրները կարող ենք լուծել միասնական, մենակ մարդը ոչ մի բան չի կարող անել։ Իր խոսքով հանդես եկավ Բարգավաճ Հայաստան կուսակցության Կոտայքի մարզային կառույցի երիտասարդության պատասխանատու Հերմինե Ադամյանը։ Շնորհակալություն։ Նախ հարգելի հրազդանցիներ, շատ ուրախ ենք այսօր այստեղ գտնվելու եւ կարծում եմ այս նախընտրական քարոզարշավ այսպես տոնական դիմավորելու համար սա հիանալի առիթ է։ Հիանալի առիթ եւ նախանշում է նաեւ մեկ բան։ Այո, ցանկացած գործ, ցանկացած աշխատանք պետք է սկսել լավ տրամադրությամբ։ Դա հաջողության գաղտնիքը հենց այդտեղ է թաքնված լինում։ Այնպես որ, հրազդանցիներ, մայիսի 6-ին մենք հայերս մեր ամբողջ հանրապետությունում ինչու՞ չէ նաև Հայաստանի բոլոր քաղաքացիները անկախ ազգությունից կանգնած ենք վճռորոշ եւ կարեւոր մի քայլի առաջ։ Մենք ձևավորելու ենք մեր հաջորդ խորհրդարանը։ Խորհրդարան, որ իր տեսակով, իր ձևով, իր հնարավորություններով տարբերվելու է նախորդներից։ Այո, մեզ տրվել է բացառիկ հնարավորություն, սիրելի հայեր, սիրելի բնակիչներ։ Տրվել է հնարավորություն ընտրելու նոր խորհրդարան, նոր որակով։ Մենք ուզում ենք ստեղծել մի հայրենիք, որտեղ մարդը իրեն լիարժեք քաղաքացի կզգա։ Մի հայրենիք, որտեղ երիտասարդը պաշտպանված կլինի, հնարավորություն կունենա կրթություն ստանալու եւ աշխատելու։ Երիտասարդներն առավել եւս ոգևորված էին, ինչը վկայում էին իրենց ելույթները։ Մեր ձայնը մայիսի 6-ին վճռորոշ է, սիրելիներս։ Եկեք միահամուռ կերպով մենք մեր ձայնը տանք մեր պատգամավորության թեկնածու Դավիթ Քոչարյանին։ Քանզի այդ ժամանակ էլ կարող ենք ասել, որ մենք ուսանողներս վստահ կարող ենք քայլել մեր ազդանքով։ Շնորհակալություն։ Իսկ վերջում հավաքվածներից յուրաքանչյուրն արտահայտում էին իրենց կարծիքը։ Մենք հավատում ենք, մենք վստահում ենք եւ վերջում պահանջելու ենք։ Էլ ուրիշ խնդիր չկա, որ ասում մենք գոհ ենք, մենք վստահում ենք լինելը մեզ համար շատ ընտիր դեպուտատ, հույսով եւ հավատով բոլորը ընտրում են, քանի որ սպասում են, տեսել են, շատ աշխատանքներ արդեն արվել է եւ ժողովուրդը այդ բոլորը տեսել են, մեծ սիրով, մեծ հավատով ընտրում են Դավիթ Քոչարյանին։